Շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, չկորցնենք հեքիաթը, չկորցնենք տոնը, որոնք ամեն վայրկյան մեզ կարող են պարգևել մուլտ աշխարհի վառ ու գունեղ հերոսները, իսկ առհասարակ մշակութային կյանքում երբ լինում են փառատոններ, դրանք ի վերջո միևնույնը վերածվում են տոնի, եւ տոն է լինելու հոկտեմբերի 19-ից 25 ընկած ժամանակահատվածը, որտեղ Երևանում կանցկացվի Ռեա պատկերապատման արվեստի եւ անիմացիոն ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնը։ Իսկ ես ներկայացնեմ մեր հյուրերին եւ այսպես Կորեակ ծրագրի համակարգող Աննա Զաքարյանը, բարի լույս, եւ Սուսաննա Խաչատրյանը, պրոդյուսեր, փառատոնի Կորեակ ծրագրի էքսպերտ։ Առավոտը շնորհակալություն, որ մեզ հետ սկսեցիք եւ 17-րդ անգամ անցկացվում է այս փառատոնը։ Որն է փառատոնի գաղտնիքը, որ այսքան երկար տարիներ այն տեղի է ունենում։ Այո։ Ես էլ եմ շնորհակալ, որ հյուրընկալեցիք։ Գիտեք, փառատոնի երևի գաղտնիքը նրա մեջ է, որ բոլորս իհարկե սիրով ենք լցված ընդհանուր անիմացիոն աշխարհի նկատմամբ։ Սիրում ենք, հետաքրքրում ենք։ Սիրում ենք, հետաքրքրվում ենք ոչ միայն, այլ նաև դա մի առանձին աշխարհ է, անիմացիոն, հեքիաթային աշխարհ է, եւ հենց այդ պատճառով մենք շատ նվիրված չխնայելով մեզ, մեր առողջությունը եւ ժամանակը նվիրված աշխատում ենք տարեց տարի։ Եվ բնականաբար 17-րդ անգամ կազմակերպված այս փառատոնը ամեն տարի բերում է իր հետ նոր հյուրեր, նոր շփումներ, ծանոթություններ, հնարավորություններ, թե արդեն փորձառու անիմատորների հայ համար եւ նաեւ երիտասարդների համար։ Ինչպես է փոխվել եւ զարգացել այս տարիների ընթացքում փառատոնը։ Գիտեք, իրականում 17 տարի բնականաբար ես չեմ եղել փառատոնի հետ միասին, վերջին 3 տարվա մասին կարող եմ խոսել։ 3 տարիների ընթացքում փառատոնը այնքան զարգացավ, որ ինքը արդեն ներառեց բավականին առանձին իր բաժինները, այսինքն դա մառանի բաժինն է, որտեղ տեղի են ունենում ֆորումներ, պանելային քննարկումներ, աշխատարաններ, դրանից բացի մենք ունենք Կորեակտ, որի մասին նշեցիք, համարտադրության հարթակը, որտեղ հայ անիմատորները եւ պրոդյուսերները ներկայացնում են նոր նախագծեր միջազգային պրոդյուսերներին։ Այդ դա շատ հետաքրքիր հարթակ է, եկեք ավելի մանրամասն խոսենք այս հարթակի մասին։ Այդ հարթակին ես մի փոքր մի վայրկյան հետո կանրադառնամ, երրորդ փայաբաժինը կոպիտ ասած փառատոնի, դա նաև պատկերապատման մրցույթներն են, եւ երիտասարդները կոմիքս ասվածը, քանի որ շատ սիրում են եւ ժամանակակից տրենդային է, հա, այդ կոմիքսը հասկացողությունը, մենք ոչ միայն հնարավորություն ենք տալի երիտասարդներին, որպեսզի նրանք նաև հայկական կոմիքսներ, այսինքն պատկերապատման ձևով իրենց պատմությունները ներկայացնեն, այլ նաև զբաղվում ենք նաև գրքերի հրատարակությամբ եւ թարգմանությամբ միջազգային, որպեսզի դա ամեն մի բաժին է ինքը բավական ծավալուն է։ Իսկապես շատ են բաժինները, տարիների ընթացքում բաժինները ավելանում են, ոնց հասկանում եմ, հիմա փոքրինչ մանրամասն փորձենք հակիրճ ներկայացնենք յուրաքանչյուր բաժինը։ Ես վերադառնամ Կորեակտին, որովհետեւ այս պահին կուզեմ նաև որպեսզի Սուսաննան կիսի իր փորձը որպես մասնակից վերջին 2 տարիների ընթացքում, նա մասնակցել է փիչով իր նախագծերով եւ 23 թվական եւ 24 թվականին, ունեցել է հաջողություններ եւ կուզեմ ինքը որպես մասնակից պատմի է դրա մասին, թե ոնց է դա իրականում։ 23 թվականին առաջին անգամ երբ մասնակցում էինք, ունեինք 2 նախագիծ, մեկը Սիլուետ ստուդիայի հետ համատեղ մարդ, որը քնած ժամանակ սաքսոֆոն է նվագում, կարճամետրաժ ֆիլմ էր բավականին հետաքրքիր, որը ստացավ 2-րդ տեղը, եւ այժմ նաեւ post production, հա, հետարտադրական շրջանում է եւ հույս ունենանք, որ արդեն գարնանը մուտք կգործենք փառատոնային շրջան այդ ֆիլմով։ Երկրորդը մեր Սևանիկ սերիալներ հեռուստաշարքը, որ այժմ նաեւ զարգացման փուլում է եւ արտադրում ենք գրեթե արդեն 3-րդ սերիան ենք վերջացնում, հույս ունենք, այո, հույս ունենք մյուս տարի նույնպես կունենանք արդեն որոշակի ամբողջական հեռուստաշարք, որը կարողանանք արդեն նաև ցուցադրել մեր հայ հանդիսատեսին։ Այդ ֆիլմը նույնպես ստացավ հատուկ հիշատակում եւ երկուսն իրականում ունեցան բավականին լավ հաջողություն։
Անցած տարի նույնպես ես ներկայացրեցի 3 նախագիծ արդեն, որոնցից 2-ը բավականին լավ հաջողություններ արձանագրեցին, մեկը ստացավ հետաքրքրություն համարտադրողի կողմից եւ նաեւ մենք ունենք նաեւ կինոհիմնադրամի աջակցությունը այժմ եւ 2 ֆիլմերի նկատմամբ, մեկը Տունտունիկն էր եւ մեկը իմ ընկեր Աղմոկը։ Պետք է նշեմ նաեւ Տունտունիկի հաջողությունը, որը այս տարի ներկայացավ Անսի փիչերում եւ ստացավ գլխավոր մրցանակներից մեկը, որը նախավաճառք BIP TV, ֆրանսիական BIP TV-ին։ Թույլ տվեք շնորհավորել։ Այո։ Դա ինձ թվում է հայկական անիմացիայի համար բավականին լավ ձեռքբերում է, հատկապես կարճամետրաժ ֆիլմի նախավաճառքը, այսպես ասած, բավականին տիպային։ Հրաշալի է։ Մեծ ձեռքբերումներից մեկն է, ըստիս կայացած փառատոնը ինքը եւ հաճելի է որ 1 տարի անց արդեն կդառնա չափահաս ու այն բոլոր հաջողությունները եւ հաղթանակները որ գրանցել եք դա խոսում է կայացած փառատոնի մասին եւ այս տարի ամեն դեպքում տեղյակ ենք որ ցուցադրվող ֆիլմերը բաժանվում են 2 մասի մրցութային եւ ոչ մրցութային նախ հասկանանք որ ֆիլմերն են համարվում մրցութային եւ ինչու եւ հետո արդեն գնահատման ձևաչափը ինչպես ենք որոշելու հաղթողին եւ ով է որոշելու նաեւ խնդրեմ Եթե խոսենք ֆիլմերից, մենք միշտ ունենում ենք հատուկ ցուցադրություններ, հայտնի ռեժիսորների արտադրված ֆիլմերից, այս տարի եւս դրանք կլինեն, ինչ վերաբերում է մրցույթային ֆիլմերին, դրանք այն ֆիլմերն են, որոնք արդեն անցել են ինչ-որ փառատոն, օրինակ անեցի, անեցի իմացին 2 բառով ներկայացնեմ, դա ֆրանսիական անիմացիոն փառատոնն է, որը եթե կինոյի ոլորտում կանի փառատոն գիտենք, ապա անիմացիոն ոլորտում դա անեցի փառատոնն է, եւ այս տարի մենք խմբով եղել ենք փառատոնին, համագործակցել ենք եւ ռեժիսորների եւ պրոդյուսերների հետ, եւ այս տարի ունենք շատ լուրջ անակնկալներ, ֆիլմերի առումով ժյուրիի անդամները հիմնականում միջազգային անդամներ են, չնայած մենք միանշանակ միշտ ներառում ենք նաև մեր հայ ռեժիսորներին, պրոդյուսերներին, նկարիչներին եւ այս տարի եւս կունենանք։ Բացառություն չէ, եւս կունենանք։ Բացառություն չէ։ Մեր մրցույթային ծրագիրը չի ներառում միայն լիամետրաժ ֆիլմեր, մենք ունենք նաև կարճամետրաժ, դիպլոմային, այսինքն ուսանողական ֆիլմեր, երաժշտական եւ անգամ TV ֆիլմեր մի քանի մրցույթներ ունենք, այնպես որ բավականին շատ ժյուրի անդամներ ունենք այս տարի հյուրի եկած։ Իրականում, այսպես ասեմ, ոնց են իրանք որոշումներ կայացնում եւ այլն, դա բնականաբար միշտ լինում է փակ դռների ետևում։ Բայց դա ամենահետաքրքիր պահն է։ Հա, ու ոչ ոքս չեն կարող դրա մասին զուտ պատմել, որովհետև երբևիցե ներկա չեն գտնվում այդ քննարկումներին, բայց ոնց փորձը ցույց է տալիս, իրանք են փորձառու եւ իհարկե պրոֆեսիոնալ մարդիկ իրենց աշխատանքի մեջ այնպես որ որոշում են ճիշտ որոշումներ են կատարում։ Հա, չգիտենք ոնց, բայց որոշումը ճիշտ է միշտ լինում։ Նաեւ ֆորումին այս տարի մասնակցում են շատ հայտնի մարդիկ։ Մի քիչ բարձրաբանենք թե ովքեր են ում ենք սպասում այստեղ Հայաստանում եւ ինչ սպասենք։ Շատ լավ։ Ես ասեմ, ֆորումը տևելու է 3 օր, 22-ին, 23-ին եւ 24-ին, ամեն այդ օրերից ամեն ժամ 3-ից մինչև 6-ը ամեն ժամը 1 լինելու են տարբեր հանդիպումներ տարբեր մարդկանց հետ։ Հիմնական բոլոր մասնակիցները շատ հայտնի են, մենք անդադ տեղեկացնում ենք, պատմում ենք, թե ովքեր են մեր Facebook-յան էջի եւ Instagram-ի միջոցով, բայց ուզում եմ նշել հիմնական ասենց ասում են յուղոտ կտորները, այս պահին ընդհանուր ամբողջ աշխարհում բոլորը շատ լավ գիտեն Arcane հեռուստա սերիալը, որը Netflix-ի եթերով է գնում, դա անիմացիոն սերիալ է, սիրված, սա արդեն երկրորդ մասն է, եւ ստեղծագործ խումբը 3-ով նրան գալու են եւ ունենալու են հանդիպում։ Արդեն բավական լուրջ հերթ է հավաքվել, այն որ նույնիսկ անգամ մտածում ենք տեղերը կարողա չհերիքեն։ Դա
հիմնական ոնց որ մեր հյուրերի ամենակարևոր հանդիպումն է լինելու։ Բացի դրանից մենք նաև ունենալու ենք մի պրոդյուսեր անիմատոր, որը նաև աշխատել է Love, Death and Robots, սեր, մահ եւ ռոբոտներ անիմացիոն ֆիլմի վրա, էլի ինքը հեռուստասերիալ է եւ էլի շատ հայտնի եւ սիրված ամբողջ աշխարհում, ով հետաքրքրվում է, հիմա ես պատկերացնում եմ ինչ ապրումներ ունի, որովհետեւ դա համարժեք է ինչ որ, ասենք, եթե գար օրինակ հայտնի հոլիվուդյան աստղ կամ հայտնի հոլիվուդյան, հա, ռեժիսորը։ Հատվածներ ունենք։ Այստեղ կարող ենք տեսնել։ Հա, այս տարվա հոլովակն է։ 17 տարի, սա կարծում եմ լիարժեք բավական ժամանակ է հասկանալու համար այն գլխավոր ձեռքբերումը, որը կարող եք իսկապես համարել հաղթանակ։ Ոլորտի որ բացն ենք լրացրել, ինչքանով ենք հասել հաղթանակի, մի փոքր այսպես ամփոփիչ դեպի ձեռքբերումների եւ հաղթանակների մասին եւ ինչ ենք անկնկալելու արդեն 18-ամյակի շրջանակներում այս փառատոնը։ Սպասի 17 ամսկացնեմ։ Այո, իրականում նշեմ ամենակարևոր բաներից մեկը մեծագույն ձեռքբերումը, որը նաև կոռեակտին է վերաբերում, դա անսի փառատոնի աջակցությունն է մեզ։ Կոռեակտին աջակցում են նաև Եվրոմիությունը, ՅՈՒՆԻԿ-ը, Գյոտե ինստիտուտը այս տարի եւ բնականաբար արդեն մշտապես մեր գործընկեր հայկական հիմնադրամը, համահայկական հիմնադրամը։ Ինչու ես խոսեցի անսիի փառատոնի մասին, որովհետև դա իսկապես յուրահատուկ համագործակցություն է։ Անցյալ տարի 23-24 թվականն ներողություն Միֆան դա հենց իրանց շուկան է արդեն փառատոնի նվիրեց հաղթողներին ակրեդիտացիա, հա, այդպես հայերեն չհաստրեցի թարգմանեմ, ամեն դեպքում կարծում եմ բոլորը կհասկանան, դա հնարավորություն է տալիս հաղթողներին մուտք գործել տարածք եւ կարողանալ իրադարձությունները եւ կարողանալ անմիջապես կոպիտ ասած վաճառել իրենց նախագիծը եվրոպական պրոդյուսերներին, իսկ շուկան շատ մեծ է։ Այս տարի եւս մենք ունենք այդ համագործակցությունը։ Բայց սա իսկապես մեծ ձեռքբերում ենք համարում։ Այո, մեր երիտասարդները անցյալ տարի եկան, մեզ հետ տեսան, թե ընդհանրապես ինչ է կատարվում ու ինչ ոլորտ է, ինչ աշխարհ է ընդհանրապես փառատոնում։ Բացի դրանից ես կարծում եմ, որ ընդհանրապես փառատոնը որպես երևույթ իր ամենամեծ ձեռքբերումներից նա է, որ մենք հնարավորություն տվեցինք եւ աջակցեցինք եւ միավորվեցինք, որպեսզի բոլորս միասին ոլորտի խաղացողները միավորվեն, դրա մասին նաեւ Սոնան Կարապաստի մենք ունենք արդեն ասոցիացիա անիմատորների, միավորվենք եւ միասին զարգացնենք այս ոլորտը, որը վախենալու էր, անծանոթ էր, տարօրինակ էր։ Բայց քիչ-քիչ դառնում են մերը։ Այո, եւ բնականաբար երիտասարդներին այս բոլոր աշխատարանները, այն մարդիկ, ում հետ իրան կարողանում են ոչ միայն շփվել, այլ նաեւ փորձ ձեռք բերել, կարծում եմ դրանց ավելին անգամ հնարավոր չէր սպասել։ Ահռելի մեծ աշխատանք եք տարել, շնորհակալություն, ձեզ մաղթում ենք հաջողություն 17-րդ փառատոնի շրջանակներում։ Սիրով շատ շնորհակալ ենք։ Եվ այո, թող հաղթարշավը լինի շարունակական, իսկապես շատ կարևոր գործ եք անում հատկապես ոլորտի համար։ Մենք շարժվենք առաջ, սիրելիներս, այս պահին եթերային էսթաֆետը փոխանցենք լրահոսի մեր գործընկերներին, լինենք տեղեկացված, հետո ես եւ Լուսինեն կրկին կշարունակենք առավոտ լուսոյի ընթացքը։ Ես համաձայն եմ։